գնում են դրոշակ են վառում, մոմ են վառում, ասում են Աբդուրախման, Աբդուրախման, Աբդուրախման ու գալիս են Աբդուրախմաններին լցնում քաղաք։ Հայաստան, հայրենիք, իսկ մեր ազգի ներկայացուցիչներին ստեղից վռնդում։ Բռնի արտագաղթ ստեղծում, որի միջոցով փաստացի հայաթափվում է Հայաստանը։ Արա 100 տարուց ավել է, միակ մարդը, որ այս խնդրու առարկան լուծում ա տվել, ես եմ։ Իրավական դաշտով տանում է։ Ամերիկայի SS-ը կճանաչի, Տրամպլինը կճանաչի, էսի կճանաչի։ Հոդուք անմեղ սունակ չեք, արա։ Քանի պետություն է ճանաչե։ Հայաստանը ինքը չի ճանաչի այդ ցեղասպանությունը։ Ինչի չի ճանաչի։ Կամ ենթադրենք Տրամպլինն է կամ այսօրովա Բայդենն է։ Ենթադրենք Բայդենը ասեց ճանաչում են, դրանից ինչ է փոխվելու, արա։ Պահանջատիրության խնդիրները պետք է առաջ քաշվի։ Այսինքն մեր պահանջները, մեր նյութական, բարոյական պահանջները, տարածքների վերադարձը, այսօր տարածքները ամրագրված է որպես ադրբեջանական տարածք։ Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան որպես Թուրքիա։ Նախիջևան, Արցախ որպես Ադրբեջանի տարածք։ Այսօր էլ Հայաստանի Սյունիքը, Զանգեզուրը նվիրաբերված է 2009 թվականի այն պորնո զավակի միջոցով Խերժո Նարիմանովի համակարգերի ազգային ախորի կողմից որպես ադրբեջանական տարածք։ Էդ արա ձեր սրբությունը, արա, էդ է ձեր հայրենապաշտությունը, էդ է ձեր պատկանելությունը, այ օլուխներ, արա։ Հարց եմ տալիս ձեզ, ո՞րն է ձեզ համար սրբությունը, որ այսօր տարել եք այսօր պոռնիկին, որը հայ ազգու պետությունա ծախ է, ազգին ցեղասպանել, ասում եք որջափետ։ Դա վերաբերում է բոլորին, արա։ Դուք ով եք, արա, այդ դեպքում։ Ձեր երեխեքին պղծողին, այլասերողին, ձեր երեխեքին մատաղանողին ասում եք որջափետ, իշխանություն։ Ուրեմն դուք եք պոռնիկ, արա։ Ոնց գնահատենք ձեր ես վերևույթ կոչվածների անտարբերությունը, լռելը, մոտ չգալը, ձեր իրավունքներին, ձեր սրբություններին տեր չկանգնելը, ոնց գնահատենք դա, ոնց որակենք դա, արա, ոնց որակենք, հարց եմ տալիս, նորմալ գիտակից մարդը դա ընդունում է որպես նորմալ երևույթ, արա, հա? Նորմալ երևույթ, հա դա, եթե նորմալ երևույթ եք դուք համարում, ուրեմն դուք առաջի սրբապիղծը դուք եք, ուրեմն ազգի առաջի դավաճանները դուք եք, ուրեմն թուրքի շինված աթխոդները դուք եք, եթե դուք համարում եք դա որպես նորմալ երևույթ։ Ես պարզապես իրոք էլ եմ զարմանում եմ, մեկ-մեկ սենց մտորում եմ, նորմալ գիտակից մարդու համար, որ գնա սենց այդ խորհի ես իրականությունը սենց վերլուծի քննարկի իրա մեջ, քունը չի տանի, արա։ Ձեր քունը ոնց է տանում, արա, ոնց եք հաց ուտում, արա, ոնց եք ջուր խմում, արա։ Դուք մարդկային հատկանիշ ունեք, Էլ չեմ ասում, էլի արմենական ծագում եւ այլն, ունեք տենց հասկացողություն, գիտակցություն։ Հա? Հիմի որ ասեմ, ստե լապ եմ բաժանում, վազելով գգակ, թելով տռուսիկ եմ բաժանում, գգակ արա, էտա ձեր սրբությունները, էտա ձեր գիտակցությունները, ուրեմն ամեն առաջի պոռնոները դուք եք արա։ Եթե դուք այսօրվա վրա իրոք չեք գիտակցում ձեր վաղվա, ձեր երեխաների, մեր պետության ապագայի խնդրու առարկաներով, այսօրվա այդ իրականությունը, որը ձեզ շրջապատել է, ուրեմն դուք անմեղ սունակ եք, ուրեմն խոսել, խորհել կամ ձեզ մատուցել են իրականում մտահոգիչ գործողությունները, ազգի պետության թալանը, ձեր երեխաների մատաղանելը, ցեղասպանելը, պետություն ծախելը, վաճառելը, որը տասնամյակներ ասում եմ, այսօրվա վրա այն
փաստերը, որ դες ներկայացրել են նաև դատական process-ներով տանում է, սա իրականություն է դառել։ Ու դուք էլի ворները դրել եք ասում, գնացի տունս պաժար տվեցի, տունը ես պաժար տալի, այ ողջալ։ Մտի Թուրքի տունը պաժար տուր, ով քո տունը դարձրել է օտարի տուն, ով քո հողը ծախել է, որի վրա էլ քո տունն է, դու տանում ես քո տունը պաժար ես տալի, այ ողջարա հո, տարա։ Դուրս արի սատկացր այդ Թուրքի բոզի վաստակներին, արա։ Դու ասում ես տունը վառեն, որ Թուրքին չի ասնի, բա հողը։ Բա հողը, արա։ Բա այն հողը, որ այդ քո տունն է կառուցվել։ Հողը տալիս ես, Թուրքին ես նվիրաբերում, արա։ Այ ողջարա հոտ, տունը վառեցիր, բա հողը։